Բարև ձեզ։ Ես Red Store ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարն եմ։ Այսօր կխոսեմ PR եւ մարքեթինգի տարբերությունների մասին, կխոսեմ 5 հիմնական զանգվածային լրատվական միջոցների տեսակների մասին, ինչպես նաեւ մարքեթինգը ինչպիսի ընկալումներ ունի մեր հասարակությունում։ Սկսենք PR-ից։ PR-ը թարգմանաբար նշանակում է հասարակության հետ կապեր։ PR-ում շատ մեծ նշանակություն ունի տեղեկատվական առիթի ստեղծումը։ Ի տարբերություն մարքեթինգի, PR-ի հիմնական նպատակներից է ընկերության կամ անհատի իմիջի կամ ճանաչելիության բարձրացումը, իսկ մարքեթինգում ընդհակառակը ավելի շատ ուղղորդված է դեպի ուղղակի վաճառքը։ Ինչ է տեղեկատվական առիթը։ Red Store-ի պարագայում տեղեկատվական առիթ կարող է հանդիսանալ նույն նոր մասնաճյուղի բացումը կամ 15-րդ կամ 20-րդ տարելիցի մեծ նշումը։ Իսկ մարքեթինգի օրինակներից կարող են հանդիսանալ սև ուրբաթյան ակցիաները կամ ամանորյա ակցիաները, որոնք ավելի շատ ուղղորդված են ուղղակի վաճառքին։ Ինչպիսի զանգվածային լրատվական միջոցներ կան։ Դրանք 5-ն են։ Առաջինը դա TV-ն է, երկրորդը դա ռադիոն է, երրորդը արտաքին գովազդն է, չորրորդը ինտերնետ գովազդն է եւ 5-րդը տպագիր մամուլն է։ Այստեղ կցանկանամ խոսել մշակութային առանձնահատկությունների մասին, որ PR-ում որքան կարևոր է, նախքան թիրախային լսարանը հասկանալը, շատ կարևոր է նաև հասկանալ մշակութային առանձնահատկությունները։ Օրինակ, տպագիր մամուլը Հայաստանում շատ քիչ զանգվածային տարածում ունի եւ այլևս որպես զանգվածային լրատվական միջոց այդքան էլ չի կիրառվում։ Ինչը չեմ ասի եվրոպական շատ երկրների մասին, օրինակ Գերմանիայում։ Այստեղ հիմնական սպառողները համարվում են 50+ մարդիկ, հակված են շատ օգտվելու տպագիր մամուլից եւ այստեղ բավականին ակտիվ է որպես զանգվածային լրատվական միջոց։ Օրինակ Հայաստանում շատ ավելի ակտիվ է սոցիալական ցանցերը, քան օրինակ Գերմանիայում։ Ինչի, որովհետեւ Գերմանիայում ընդունված չէ երեխաների նկարները, ընդհանրապես իրանց լուսանկարները տեղադրեն սոցիալական հարթակներում, քանի որ իրենք համարում են դա շատ անձնական ինֆորմացիա եւ չեն ճիշտ համարում այն տեղադրել սոցիալական հարթակներում։ Օրինակ, ինչը չկա մեր երկրում, այստեղ շատ հստակ կարող ենք տեսնել մշակութային գործոնը։ Ինչպես նաև կցանկանամ խոսել մարքեթինգի ընկալումների մասին, թե ինչպես է մեր հասարակությունում այն ընկալվում։ Մեր հասարակությունում շատերը մարքեթինգ հասկանում են որպես Facebook, Instagram գովազդ, սակայն դա մարքեթինգի մի բաժնի ընդհանրապես ենթաբաժին է։ Օրինակ, digital marketing-ի մի ենթաբաժին։ Թե այս կոնտենտը ձեզ կհետաքրքրի, կհավաքի այս տեսանյութը շատ հավանումներ եւ դիտումներ, խոսք եմ տալիս հաջորդ անգամ խոսել Red Store-ի PR եւ մարքեթինգային արշավների մասին եւ որոնք են հաջողվել եւ որոնք նույնիսկ չեն հաջողվել։ Այնպես որ հուսով եմ մենք նորից կհանդիպենք։